Ես միայն ուզում եմ նկատել, որ Արադ Միրզոյանը քիչ առաջ հայտարարեց, որ իրենք թքած ունեն քաղաքացին կմասնակցի հանրահավաքին, թե չէ։ Դուք բարի ուղիղ իմաստով մեկ-մեկ քաղաքացիների վրա թքում եք, բայց ես ուրիշ բան ունեմ։ Դուք մի խեղաթյուրեք, ես ասեցի իր ասած մարդը, իմ համար մեկ չէ։ No, ինքը ասում է բռնել եք այդ մարդուն, որ չմասնակցի, ես էլ ասում եմ մեկ է իմ համար կմասնակցի։ Կարևորագույն բան։ Արադ Միրզոյանը պիտի պարզ բան մեկնաբանի։ Դուք այն փաստաթղթերում, որ փոխանակել եք Ադրբեջանի հետ, առաջարկել եք, որպեսզի մեխանիզմ լինի, որ զորքերը ետ քաշվեն եւ մեխանիզմ լինի վերահսկողության։ Ադրբեջանի պահանջով դա էլ եք սիջել։ Բայց Տիկին Վարդան, հազար ներողություն, դա Կարպիս Փաշյանի տված հարցի հետ ինչ կապ։ Բայց ես ինչ պարտավոր եմ Կարպիս Փաշյանի հետ։ Որտե՞ղ մենք դա ենք քննարկում, Կարպիս Փաշյանի հարցն է։ Այսինքն դուք խոսում եք եւ ինչ խոսում եք անկախնալից ով ինչա քննարկում։ Այո, մեր քաղաքացին պիտի իմանա, որ այս մարդիկ Ադրբեջանի Փաշյանի հարցն է Տիկին Վարդան, ուշադիր։ Ուրեմն հարգեք պարոն Փաշյանին եւ իր հարցը։ Ես բարձ բան եմ ասում։ Հարգեք։ Ես հարգում եմ, բայց ավարտվեց։ Պարոն Բաբան, ձեր հարցը պարոն Բաբան, ում եք ուղում ձեր հարցը եւ ձեր հարցը։ Կարճ բան եմ ուզում ասել։ Բոլորը կարճ բան են ասում։ Ում? Պարոն Միրզոյանին։ Մենք քննարկում ենք անվտանգություն եւ խաղաղություն, իբր քննարկում ենք, բայց մեծ մասը լրիվ ուրիշ թեմաներ են քննարկում։ Հարցս հետեւյալն է. իշխանությունը որդեգրել է ավելի շատ արևմտյան կուրս եւ շատ կարեւոր է հասկանալ հետեւյալը. եթե մենք գնում ենք դեպի Եվրոմիություն եւ նաեւ օրենք ենք ընդունել Եվրոմիության, հետ կապված, նախ արտաքին գերատեսչության ղեկավարը ոնց է պատկերացնում այն միջանկյալ ժամանակահատվածը, երբ մենք հավանական դուրս կգանք ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, իսկ դրանք կապված են իրար հետ, հետեւաբար եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք ԵԱՏՄ-ից էլ ենք դուրս գալու, այդ միջանկյալ ժամանակահատվածում մեր ժողովուրդը ինչ է անելու։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը լսի այս կարևոր հարցը։ Պարոն Միրաբյան, ինչ եք ձեր բարձրացնում։ Որ քննարկման Կարող եմ։ 1 րոպե։ Ուրեմն շատ լավ որ վերադառնանք խաղաղություն եւ անվտանգության խորագրին, պարոն Բաբայան ջան, Հայաստանի կառավարությունը չի որդեգրել արևմտյան կուրս։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը կոչվում է հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները տարբեր պարտներների հետ, արևելքից արևմուտք, այո, մեր ժողովուրդը քաղաքացիական նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել Եվրոպական միության անդամակցության, դա արդեն արտահայտված է օրենքով, ինչ վերաբերվում է միջանկյալ ժամանակահատվածին, ապա միջանկյալ կարճաժամկետ եւ երկարաժամկետ սպառնալիքները հասցեագրելու համար մենք ոչ թե թշնամանք ենք խորացնում մեր անմիջական հարևանների հետ, որպեսզի մշտապես ինչ-որ ավագ եղբոր ներկայություն եւ պաշտպանություն ապահովենք Հայաստանում, այլ կառուցում ենք խաղաղություն եւ համագործակցություն մեր 4 հարևանների հետ։ Նրանց հետ ունենք լավ հարաբերություններ, խորացնում ենք, նրանց հետ ունենք փակ սահմաններ, կար կոնֆլիկտ, հաստատում ենք խաղաղություն եւ հաստատում ենք համագործակցություն։ Սա է երաշխիքը Հայաստանի Հանրապետության հարատև գոյության։ 3 րոպեն գնաց։ Միաժամանակ, բայց պարոն Միրզոյան, դուք ոնց եք պատկերացնում գտնվել եւ Եվրոմիությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում եւ արդյոք ՀԱՊԿ-ի սառեցումը չի բերելու ՀԱՊԿ-ից դուրս գալուն եւ եթե մենք հանկարծակի ՀԱՊԿ-ից դուրս գանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը որ ռազմական բլոկին է ավելի շատ հակված գնալ եւ մեր քաղաքացիները այս առիթը օգտագործելով կարծում եմ ճիշտ կլինի հասկանան թե դուք եւ ձեր իշխանությունը ինչպիսի քաղաքականություն եք առաջարկում առաջիկա 5 տարիներին դեպի ՆԱՏՕ թե դեպի ՀԱՊԿ-ում անդամության սառնա եւ գործունեության մասնակցության ուրեմն սառեցումը իհարկե կարող է բերել անդամության լրիվ դադարեցման եւ իհարկե Եվրոպական միության անդամությունը չի կարող համատեղվել Եվրասիական տնտեսական միության անդամության եւ երբ որ այդ պահը գա որոշում կայացնելու մենք այդ որոշումը կկայացնենք եթե լինի հանրակրվեի անհրաժեշտություն մեզ պետք չի կողքից ուշել մենք այդ հանրակրվեն կասկածնենք երբ որ հնարավոր եւ հարմար լինի այդ ժամանակ էլ կանցկացնենք այնպես որ այդտեղ մեծ բաներ չկա էլ եմ ասում բանալին Հայաստանի Հանրապետության հարատևության, հավերժ գոյության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի երջանկության եւ զարգացման համար միջավայրի ստեղծման հարևանների հետ խաղաղ համագործակցությունն եւ խաղաղ համակեցություն այլ պատճառ չկա հարգելի ժողովուրդ չի կարող Հայաստանը այլևս լինել սպառել ռեսուրսը լինել սեփ Հայաստանը կարող է եւ պետք է լինի կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջեւ